ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած խումբն աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով եկել են հենց տեղում ծանոթանալու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն ու իրենց աջակցությունը հայտնելու վերջին միջադեպերից տուժած բնակիչներին։ Չեմ քնել բոլորը։ Ինչը կրակոցներ են եղել, Սարսափելի, ամեն երկուն ելնում, Պարոն Ծառուկյանի հանձնարարականով են գտնվում մեր սահմանամերձ գյուղերում, առավել ևս սահմանապահ գյուղում իր բնակիչների հետ միասին ուզում ենք ծանոթանալ ձեր հոգսերի հետ, որպեսզի ներկայացնենք Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ սահմանամերձ բնակավայրերը խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ունենան արժանավայել եւ բնականon կյանք։ Միայն Երևանի կենտրոնը չէ, որ հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն։ Բոլոր բնակավայրերում բնակիչները պետք է ապրեն 21-րդ դարին վայել եւ այս սահմանամերձ գյուղերից է սկսվում Հայաստանը, այստեղի բնակիչներից, այստեղի երիտասարդ ընտանիքներից ու երեխաներից եւ որոնք պետք է զգան մեր բոլորի ուշադրությունը։ Տեղի բնակիչներին մտահոգող խնդիրները բազմաթիվ են, գնդակոծությունների հետևանքով վնասված տներից մինչև գյուղտեխնիկայի բացակայություն, գործազրկությունից ու արտագաղթից մինչև օրենսդրական փոփոխություններ պահանջող հիմնահարցեր։ ԲՀԿ խմբակցության պատգամավորները վստահեցնում են, դրանցից կարևորագույններն առաջիկայում լուծում կստանան Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ջանքերով, իսկ մի շարք խնդիրներ էլ իրենց նախաձեռնությամբ անպայմանորեն կբարձրաձայնվեն խորհրդարանական ամբիոնից։ Մենք ուզում ենք հասկանալ, ասենք, հրատապ այն խնդիրները, որոնք առաջացել են այս վերջի օրերի հետ դեպքերի հետ կապակցությամբ, եւ ինչ կարող ենք անել մենք, եւ ընդհանրապես այն խնդիրներին, որոնց համար հարկավոր է ենթադրենք քննարկումներ ազգային ժողովում։ Շատերն են եկել խոստումներով, երևի շատերդ էլ հուսահատված եք, որ եկել խոստացեք, գնացել են, հավատացեք, որ լուծվելու է յուրաքանչյուր խնդիրը, որը որ հիմա առաջ կքաշեք։ Մենք ունենք հանձնարարական պարոն Ծառուկյանից դասակարգել խնդիրները ըստ առաջնահերթությունների եւ շատ կարճ ժամկետում փորձել լուծում տալ այդ խնդիրներին։ Եթե ցանկություն կառաջանա այս սահմանամերձ համայնքների կողմից, Գագիկ Ծառուկյան հիմնադրամը պատրաստ է նաեւ աջակցել մշակութային կյանքի ակտիվացմանը, մայրաքաղաքից այստեղ տարբեր թատերական խմբեր, երաժշտական համույթներ ուղարկելով, ինչպես նաեւ երիտասարդների եւ պատանիների համար մարզական պայմաններ ստեղծելով։ Խաղաղությունն ու մեր զավակների անվտանգությունն ամենակարևորն է մեզ համար։ Նշում են իրենց կյանքի համար յուրաքանչյուր օր պայքարող այս մարդիկ ու շեշտում։ Վերջին միջադեպերից հետո միայն ԲՀԿ խմբակցության պատգամավորներն են, որ եկել են իրենց հետ հանդիպելու եւ օգնության պատրաստակամություն հայտնելու։ Երբ զգում ես, որ անտեսված չես, ոչ միայն նոր ուժ ես ստանում, այլև պատրաստ ես հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, նշում են գյուղաբնակները։ Եթե չեն լինում նման հանդիպումներ, շնորհակալ եմ, որ ուշադրության կենտրոնում եք պահում։ Հարգում եմ այդ մարդին, որպես ժողովրդական մարդ, որպես ժողովրդին ամեն ինչով ընդառաջող մարդ։ Մենք գոհ շնորհակալ ենք այդ մարդից, այդ մարդը իսկական հայ է։ Ես դրա ցավատան եմ, ինչ ասելա կատարելա, բերանից դուրս եկել վсё։ Այցելությունները դեպի սահմանամերձ վայրեր շարունակական են լինելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը մշտապես լինելու են ձեր կողքին, հավաստիացնում են խմբակցության պատգամավորները։ Սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է յուրաքանչյուր վայրկյան զգա, որ ինքը միայնակ չէ։ Իր թիկունքին Հայաստանի Հանրապետությունն է ու ամբողջ հայ ժողովուրդը։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։